2008 թվականից սկսած ամեն տարի Գառնանը եւ Աշնանը Վալեքս խմբի ընկերությունները կորպորատիվ պատասխանատվության իրենց ծրագրերի շրջանակներում կազմակերպում են մայրաքաղաքի տարբեր բուհերի շուրջ 150 ուսանողի այցելություն դեպի Լոռի, որն ուղեկցում է պատմամշակութային հուշարձաններ այցելությամբ։ Հյուրերը ծանոթանում են մարզի եւ Վալեքս խմբի ընկերությունների տնտեսական զարգացման ծրագրերին, կազմակերպվում են հանդիպումներ, քննարկումներ, գրքերի եւ ֆիլմերի շնորհանդեսներ։ Այս ամենի մեջ անկասկած ամենակարևորը ուսանողական ծառատունքն է, որի շնորհիվ Թեղուտի մերձակալանջին արդեն հիմնվել է ուսանողական պուրակ 8000 քառակուսի մետր տարածքի վրա։ Կարելի ասել դարձել է ավանդական պարտավորություն, որպես այդպեսին յուրաքանչյուրս ունենք, բայց սա արդեն ավանդականադարձել, որ ուսանողության հետ միասին տարբեր բուհերից ընդգրկած մենք կատարում ենք հայրենանվեր աշխատանք, բնության ճանաչման, մեր երկրի զարգացման եւ երեխաները մեծ ուրախությամբ մասնակցում են։ Վառ օրինակ այսօրվա եղանակի, այսպես ասած, ոչ նպաստավոր լինելը, բայց երեխաների ակտիվությունը շատ բարձր է։ Այս ծառատունկերը մի տեսակ սեփական երկիրը ճանաչելու գործնական դասեր են։ Ճանաչելով հայրենիքը, երիտասարդը կապվում է իր հողին ու ջրին, իր հայրենիքին։ Ուսանողական այս պուրակում վայրի տեսակների հետ տնկվում են նաև պտղատու ծառեր։ Այսօրվա համար ընտրված ծառերը շագանակ է, որը ասենք դեֆիցիտ ծառ է, բայց մեր պայմաններում աճում են, լավ աճում են, հացենի, այդ երկու ծառատեսակներն են։ Մեր կլիմայական պայմաններում այդ ծառերը լավ աճում են, ստեղ լավ ընտիր անտառ կդառնա մի քանի տարվա ընթացքում։ Լոռու անտառտնտեսություններում շարունակվում են անտառկողությունները, ինչը հնարավոր կլինի ամբողջությամբ վերացնել տնտեսության կայուն զարգացման դեպքում։ Ուստի նման ծրագրերը խորհրդանշական լինելուց բացի նաև տնտեսական ու բնապահպանական նշանակություն ունեն։ Ահա զանգերը ճիշտ են, բայց համեմատած ասենք նախորդ տարիների հետ բավականին քիչ հացել է։ Դա կապված ասենք ժողովրդի վատ ապրելակերպից, մարդիկ կան որ ապրում են անտառի փեշին, գնում կտրում վառում են եւ մենք որ բռնում ենք, կազմում ենք համապատասխան ակտեր ներկայացնում տնտեսություն։ Ուսանողական ավանդական ծառատունկերին պարբերաբար մասնակցում են նաև Արցախի պետական համալսարանի ուսանողները, որոնց համար այցելությունը Հայաստան վերածվում է իրադարձության։ Նախ ընկերությունը հնարավորություն է ստեղծում, որպեսզի արցախցի երիտասարդները շրջեն մայրաքաղաքում, որին հաջորդում է այցելությունը Լոռվա բնաշխարհ։ Ճիշտն ասած, ես առաջին անգամ եմ, որ Հայաստանում եմ եւ շատ ուրախ եմ։ Եվ երկրորդը այն, որ ասում եմ մարդ իր կյանքում պետք է ծառ տնկի եւ երեխա ունենա, դա Ղարաբաղում ընդունված, այսպես ասած, ասացվածք է։ Ես առաջին անգամ տնկել եմ ծառ եւ շատ ուրախ եմ։ Տնկել եմ ոչ թե իմ հայրենիքում, այլ իմ երկրորդ հայրենիքում Հայաստանում եւ դրա համար եւս շատ ուրախ եմ։ Եվ չնայած այս անձրևին ամեն ինչ լավ է։ Որպես կանոն, արշավ ծառատունկերն ավարտվում են ընկերության ղեկավարների հետ ուսանողների հանդիպմամբ։ Տրվում են տեղեկություններ հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ, ապա անկաշկանդ հարց ու պատասխանի միջոցով ստանում պարզաբանումներ իրենց հուզող բնապահպանական խնդիրների, հանքավայրի տարածքում հայտնված պատմական հուշարձանների ճակատագրի վերաբերյալ։ Թեղուտի պղինցմոլիբդենային հանքավայրի իրացման գոտու տարածքների պատմամշակութային բովանդակության հնարավորինս ամբողջական պահպանումն ու հետագա սերունդներին փոխանցումն ապահովելու նպատակով իրականացվում է հանքավայրի շահագործման համար անհրաժեշտ տարածքներում գտնվող պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանությունն ու անվտանգությունն ապահովող միջոցառումների ծրագիր։ Կատարում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի Թեղուտի պղինցմոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման նպատակով հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու եւ հողամասեր տրամադրելու մասին համար 1278N որոշման։ Ծրագիրը հաստատվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի 2008 թվականի հուլիսի 4-ի թիվ 416A հրամանով։
Ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման նպատակով 2008 թվականի հուլիսի 14-ին Թեղուտ Փակbaşնետիրական ընկերության եւ համապատասխան մասնագիտացված կազմակերպության միջև կնքված պայմանագրով ընկերության ֆինանսավորմամբ իրականացվել են Թեղուտի հանքավայրի տարածքի պատմամշակութային հուշարձաններով զբաղեցված տարածքների հատակագծերի կազման աշխատանքներ Հուսանց Գոմեր գյուղատեղում, Ղարաքոթուկ դամբարանադաշտում, Զնդանեքի գերեզմանոցում, Բրագձորի գերեզմանոցում, Բարձրյալ խաչ գերեզմանոցում, Բովերի խեչ գյուղատեղում, Խառատանոցում, Ֆիրմի բաղի դամբարանադաշտում, Ձորիգյուղի գերեզմանոցի առաջին եւ երկրորդ հատվածներում, Փիջուտ դամբարանադաշտում, Դուքանաձորի դամբարանադաշտում, Բովերի խեչ գերեզմանոցում եւ Բարձրյալ խաչ եկեղեցում։ Թեղուտ Փակbaşնետիրական ընկերության հետ 2009 թվականի հուլիսի 29-ին կնքված պայմանագրի համաձայն Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի կողմից իրականացվել են պատմամշակութային հուշարձանների հնագիտական ուսումնասիրման եւ պեղման աշխատանքներ, որոնց արդյունքում կազմված հաշվետվության մեջ ամփոփված է հուշարձանների վերաբերյալ ձեռք բերված արժեքավոր տեղեկատվությունը։ Մասնագիտացված մեկ այլ կազմակերպության հետ կնքված պայմանագրով ներկայումս իրականացվում են Շնորհ գյուղի վարչական տարածքում գտնվող Բովերի եկեղեցու տեղափոխման, վերականգնման, տարածքի մասնակի բարեկարգման եւ Շնորհ գետի վրա 13-րդ դարի կամրջի տեխնիկական վիճակի ուսումնասիրման, վերականգնման, տարածքի բարեկարգման եւ պահպանական գոտու նախագծային աշխատանքները։ Ներկայացվող տեսանյութը 2010 թվականի գարնան ուսանողների երկօրյա այցելության մասին էր։ Առաջին օրն ավարտվում է ուսանողական խարույկով 2 պարով, իսկ երկրորդ օրը պատմաճանաչողական այցելությամբ Հաղպատ, Սանահին Իվանական համալիրի տարածքում խորհրդանշական ծառատունք։ Տպավորությունները աննկարագրելի են, քանի որ մենք գտնվում ենք մի կառույցում, մի այնպիսի պատմամշակութային համալիրում եւ միևնույն ժամանակ կրոնական, ինչը մեզ միշտ հիշեցնում է մեր հայ լինելու մասին։ Տպավորությունները աննկարագրելի են, ծառ ենք տնկել, ինչ որ չափով նպաստել ենք նոր կյանքի ստեղծման, ինչ որ չափով մեր փոքրիկ հողաբաժինն ենք ձեռք բերել այս երկրում ու էլի ինչ որ չափով կատարել ենք բարի գործ մեր պետության հետագա սերունդների համար, ինչպես նաև ինքներս մեզ։ 2010 թվականի աշնանը հերթական ծառատունքն է Թեղուտում։ Բայց մինչ ծառատունքի վայր հասնելը հանրապետության 10 բուհերի շուրջ 130 ուսանող այցելեցին Օձունի վաղ միջնադարյան վանք, որտեղ տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը ներկայացրեց վանքի հիմնադրման պատմությունը, Հովհան Օձնեցի իմաստասեր կաթողիկոսի գործունեությունը։ Այնուհետև երիտասարդներն այցելեցին Օձունից ոչ այնքան հեռու Արդվի փոքր գյուղում գտնվող Հովհան Օձնեցու դամբարան։ Հովհան Օձնեցին միջնադարյան Հայաստանի այն երևելիներից է, որի գործունեությունը չի սահմանափակվել միայն հոգևոր ասպարեզով։ Նա այն կաթողիկոսներից էր, որ հոգևոր իշխանությունը համատեղում էր նաև քաղաքական գործունեության հետ։ Արաբական տիրապետության դժվարին մի ժամանակաշրջանում դիվանագիտական հմտությամբ կարողանում է թեպետ արաբական տիրապետության տակ այնուամենայնիվ միավորել Հայաստանը եւ որոշակի քաղաքական ու տնտեսական անկախություն ձեռք բերել երկրի համար։ Կյանքի վերջին տարիներին նկատի ունենալով Բյուզանդիայի քաղաքական կշռի մեծացումը Հայաստանին ու հայ ժողովրդին չվնասելու նպատակով Դվինում կաթողիկոսական տեղապահ նշանակեց, ինքը վերադարձավ հայրենի լոռի, կառուցեց փոքրիկ այս մատուռը եւ ճգնեց այստեղ։ Այստեղ էլ ավանդեց հոգին, դասվելով հայ առաքելական եկեղեցու սրբերի դասը։ Սրբի գերեզմանը հայտնի է իր հրաշագործություններով։ Այդ հրաշագործության ետևից ուխտագնացության են գալիս հատկապես երիտասարդները, իսկ զանգակատան զանգը հնչեցնելով սրբից ու Աստծուց խնդրում են իղձերի կատարում։ Մենք պետք է մեր պատմամշակութային կարևոր արժեքներին հաղորդ լինենք, որպեսզի կարողանանք ապագայում նմանատիպ արժեքներ կերտենք։ Հայ ժողովուրդը միշտ
փայլել է իր ստեղծագործական գործունեությամբ, արվեստների նկատմամբ սիրով եւ այսօր այս երիտասարդները գալով, հաղորդվելով մեր սրբերի շիրիմներին, մեր պատմամշակութային արժեքներին, այսօր խնդիր ունենք նաեւ եկեղեցում սրբեր ունենալու։ Եթե մենք այսօր սրբի շիրիմ այցի չգնանք, սրբերի վարքերով չոգևորվենք, ապա սրբեր չենք ունենա։ Հայաստանում ցավոք ընդամենը 3 հայ ազգի սրբի գերեզման ունենք։ Մեսրոպ Մաշտոցին Օշականում, Սուրբ Գրիգոր Տաթևացունը Տաթևի վանքում եւ այստեղ Արդվիում Սուրբ Հովան Իմաստասեր կաթողիկոս Օզնեցու շիրիմն է, որտեղ այցի գալը ամեն մի հայի կարելի ասել պարտքն է, որ գա այն սրբի գերեզմանը, որ այսօր էլ երկնքում մեր համար բարեխոս է։ Նման այցելությունները հոգևոր լիցքեր պարունակելու զատ նաև հայրենասիրության հզոր ազդակ են։ Հայրենասեր լինելու համար նախ պիտի ճանաչել հայրենիքն, ասում է լրագրող Բակուր Կարապետյանը։ Ծառատունկին երկրորդ անգամ եմ մասնակցում, Վալեքսի կազմակերպած, ուղղակի սա կարելի ասել մի քանի նշանակություն ունի։ Նախ եթե երիտասարդը ծառ է տնկում միտեղ, այդ հողի տերն է։ Ոչ միայն ծառի տեղն է, ոչ միայն հիշատակ է, երկրի տերն է։ Հետո հետաքրքիր է, որ ասենք գալիս են վանք մասնակցում են, ասենք Օձունի կամ Սանահինի եւ այլն, Պատարագին եւ այլն։ Այս տարվա վերջին ծառատունկին մասնակցում էին նաև հոկտեմբերի 20-ից 27-ը Ալավերդում անցկացված Թատերական լուրի 20-րդ փառատոնի գլխավոր մրցանակակիրները։ Կարեն Ջանիբեկյանը նորովի է հայտնաբերում լոռին եւ նրա մարդկանց։ Ըստ ժողովրդական արտիստի բնությունը դաստիարակիչ մեծ ներուժ ունի, եւ այն երեխան, այն երիտասարդը, որ դաստիարակվում է բնությանը ներդաշնակ, ունի այլ հոգեկերտվածք։ Ոնց ասեմ, դեպի ակունքները, դեպի Աստված, դեպի չգիտեմ, դեպի բարությունը, նրանք շատ կարգին մարդիկ են, նրանց մեջ չկա այն դաժանություն, այն վատ արարքի հնարավորությունը չունեն նրանք, չունեն, եթե ունենել չեն անի։ Հիմա շատ կարևոր է իհարկե երեխաներին տանել բնության հետ շփվելու համար։ Վերջին հաշվով մարդը բնության մի մասնիկն է, եւ երբ դուրս է գալիս բնության գիրք, արդեն մոռանում է կենցաղային բոլոր խորթուբորթություններն ու խնդիրները, միաձուլվելով բնության հետ եւ հատկապես հայրենի բնության հետ, դա շատ կարեւոր է։ Ավելի եւ կրթվում է եւ սիրում է հայրենիքը, քարքարոտ այս վայրերը։ Գիտեք, ես երկար տարիներ Մոսկվայում ապրելով տանջվում էի, տառապում էի, որ իմ հայրենի բնությունը, բնաշխարհը ես թողել եմ 7 տարից այն կողմ։ Հետո երբ հետ էի վերադառնում, նայում էի, զարմանում, այ մարդ քարեր է էլի, ինչի եմ այսքան շատ կարոտում, բայց այ դա ես կարոտում, որովհետև դու ինքդ այդ աշխարհի մարդն ես, որովհետև ես փոքրուց ի վեր բնության գրկում եմ անդադեղել ստեղծագործել, քայլել, տո ոչխար եմ պահել, ինչ խոր կանշուշ, եւ այդ բնության այդ բարությունը իմ մեջ ապրում է, վերջին հաշվով ես հասկացա, որ այն ինչ որ իմ մեջ կա, բարին, դա այն իմ ակունքներից, իմ գյուղից, իմ սարերից, իմ ձորերից է։ Վաստակավոր արտիստուհի Ջուլիետա Ստեփանյանի համոզմամբ նման այցելությունները բնության հետ ներդաշնակ լինելը նաև կարևոր է այսօր ուսանող վաղը մասնագետ հային, քանի որ բնությունը նաև ուսուցանում է։ Օրինակ իր դերակատարումներն առավել համոզիչ կլինեն, եթե ավելի շուտ հնարավորություններ ունենար տեսնելու բնության այս անձեռակերտ հուշարձանները մեր սրբավայրերը, ասում է դերասանուհին։ Վայ, իրանց ճանաչելը, այ իրանք իրանց պիտի ճանաչեն ինձ թվում, այ եթե ես այս տարիքում տեսնեի այս հրաշքը, այս նվերը, որ Աստված տվելու չի խնայել, եթե ես տեսնեի, իմ մեջ շատ ուրիշ ավելի բաներ կլինեին, շատ որպես հայ մարդ, իմ մեջ այնքան ես շատ քիչ բան եմ տեսել Հայաստանում։ Այն հարցը, որ դուք ինձ տվեցիք, թե ինչքանով կօգներ իմ կերպարին, ես կարծում եմ, որ պարտադիր էր տեսնել։ Պարտադիր էր տեսնել, իմ մեջ կմտներ ինչ-որ մի հետաքրքիր լորվա աշխարհի կնոջը հատուկ շարժ ու ձև ասեմ, շունչ ասեմ, չգիտեմ, ես չեմ կարողանում, սա անբացատրելի մի հաճույք է, որ ես այսօր ստացա եւ ստանում եմ։ Նախորդ տարիներին Թեղուտում ուսանողական պուրակի ստեղծման նպատակով հատկացված տարածքում կատարվել է ամբողջական ծառատունկ։
նախկին ծառատունկի տեղերը, որ դա 8000 մետր տարածք է զբաղեցնում, 90%-ից ավելի ելք ունենք, շատ գեղեցիկ, խնդրեմ գարունը կամ ամառը որ ավելի լավ կերևա, միասին կարող ենք նայել, այնպես որ 90-ից բարձր, այնպես որ պետք է աշխատենք, որ ստեղ այդ կարգին ինչ-որ բան լինի, որ պուրակը եղևների պուրակի նման լինի։ Այսինքն այնտեղ պաշտպանվում եւ խնամվում է։ Պաշտպանվում, պարիսպ, ջրել, փխրեցնել, այս ամեն ինչը ընկերությունը ինքը իր։ Այս տարի Թեղուտի գյուղապետարանը նոր տարածք է հատկացրել, որտեղ տնկվում են միայն սոճու տնկիներ։ Իդեպ այս տնկիները անտառտնտեսության հիմնած անտառում կատարված նոսրացման արդյունքում պիտի ոչնչացվեին։ Այստեղ նրանք նոր կյանք են ստանում։ Բնականաբար ինքներդ տեսնում եք, որ սա արդեն ավանդույթ է դառնում եւ հատկապես արժևորվում է նրանով, որ մեր երիտասարդությունն է մասնակցում այս բոլոր գործընթացներին։ Ու միանշանակ սա պարբերաբար շարունակելու ենք մենք, լրացուցիչ ներդրումներ ենք ուղղելու այս ուղղությամբ, որպեսզի մենք կարողանանք կոմպենսացնենք այն վնասը, որը բնականաբար շատ թե քիչ տեղ ունի, քանի որ գործ ունենք լեռնային արտադրության հետ։ Նորից եմ կրկնում, հատկապես ուրախացնում է, որ այս գործողությունների մեջ ներգրաված են հանրապետության երիտասարդության ակտիվ մասը։ Ծառատնկման աշխատանքներն իրականացվում են այնպես, որ յուրաքանչյուր տարի Թեղուտ ժամանող ուսանողները փոխվում են եւ ամեն անգամ որպես կանոն նոր երիտասարդներ են մասնակցում պուրակի հիմնման աշխատանքներին։ Եկեք, շատ ողջավորված ենք։ Մենք բժշկական համալսարանի ներկայացուցիչներն ենք։ Շատ ողջավորված ենք այս աշխատանքով, որովհետև որպես բժիշկ մենք գիտակցում ենք ամբողջ նշանակությունը այս ծառատնկի եւ շատ ողջավորված ենք, որ այստեղ ենք։ Արկիշ Տինազարյանը նույնպես առաջին անգամ է մասնակցում ծառատնկին։ Առաջի հերթին ուսանողները մեր երկրի ապագան են հանդիսանում, դրանից ելնելով նրանք են մեր ապագա սերունդների, ասենք, դաստիարակողները ու իրանք պետք է մեր սերունդներին մեջ դաստիարակեն են բնությունը սիրելու հատկությունը, որը ցավոք սրտի վերջին ճգնաժամի հետ կամ 90-ականների հետ ճգնաժամի իրավիճակի հետ պայմանավորված մեր ժողովրդի մեջ ինչ-որ ձևով նվազել է բնության հանդեպ սերը, բայց եթե sense բան շատ կազմակերպեն, ուսանողները սկսեն սիրել բնությունը, իրանք իրանց սերունդերին արդեն կդաստիարակեն ու իրանց սերունդերին այս ծառատնկի շնորհիվ ավանդելու բան կունենան ու կստացվի այնպես, որ սերունդները արդեն մեզնից ավելի լավ պայմաններում կմեծանան ու ես, որ հիշում եմ ցուրտ տարիներին ինչ էր կատարվում, ոնց ենք ծառերը հատում, հիմա մեծ